Հանածային, լավագույն և հարասան։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ և ագընտիրներ, վանացային են ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կներկայացնենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Հոհիտա Արցախի երիտասարդական միության եւ Հոհիտա Ֆրանսիայի նոր սերունդ երիտասարդական միության միացյալ բանակումը գահամախմբե 160 բադանիներ եւ երիտասարդներ։ Ստեփանագերդի մայր դաջարին ոչնչացումը կներկայացվի իբրև հաղթանակ։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կգրնա էլեկտրականություն մատակարարել Հայաստանին։ Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական միության եւ Հոհիտա Ֆրանսիայի նոր սերունդ երիտասարդական միության միացյալ նախաձեռնությամբ դեղի ունեցավ հանուն Արցախի խորակիրով երիտասարդական բանակումը, որուն մասնակցեցան 13-ին 18 տարեկան շուրջ 160 բադանիներ եւ երիտասարդներ Արցախեն եւ Սփյուռքեն։ Մեկ շաբթվան ընթացքին բանակումի մասնակիցները հետևեցան ազգային, գրթական, մշակութային եւ մարզական ծրագիրներու, մասնակցեցան երկի ու բարի դասընթացներու, խմբային եւ զանազան աշխատանքներու։ Բանակումին հատուկ օր հատկացված էր Արցախի մշակութային ժառանգության պահպանման։ Արցախյան բարբարը, երկը, բառն ու ավանդությունները այդ օրը միավորեցին բոլորը։ Բանակումը նաև արիթ հանդիսացավ ճանչնալու Հայաստանը։ Կովաշանը, Տեժարույքին, վանական համալիրը եւ Կոշլիջը մասնակիցներուն համար դարձան նոր բացահայտումներու եւ հայրենի հողին հետ գաբը ավելի ամրապնդող գեղեցիկ հիշատակներ։ Բանակումի ընթացքին Հոհիտա Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արաբուլուզյան դասախոսեց Բաքուի մեջ աբորինի գերբով բանդարգված հայ գերիներուն մասին։ Արաբուլուզյան ընդգծեց, որ Բաքուի բանդերուն մեջ բանդարգված մեր հայրենագիցները կբահբանեն ամուր ոգին եւ արժանապատիվ գեցվածքը։ Անշեշտեց, որ գերիներու վերադարձի եւ Արցախի ժողովրդի իրավունքներու պաշտպանության հարցը պետք է մնա համազգային օրագարկի առաջնահերթություններեն մեկը, իսկ երիտասարդությունը կարևոր թերակատարություն ունի այդ պայքարը հարաճ մղելու համար։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպան ազգային պատմամշակութային գազագերբության փոխնախագահ Հովիկ Ավանեսով ահազանգեց, որ Ստեփանագերդի մայր դաջարին ոչնչացումը ներկայացված է իբրև այսպես կոչված հաղթանակ։ Ավանեսով դիմադրյան կրարումով նշեց. Ադրբեջանական ընկերային ցանցերով վրա վերջերս դարածված է լուսանկարը առնված Ստեփանագերդի Սուրբ Աստվածամոր Հովանու դաջարին դարածքեն։ Հատկապես սավալի է այն հանգամանքը, որ լուսանկարը հրաբարակած ադրբեջանցի աղջիկը նույն վայրի մեջ գտնված է նաև 2025-ին, երբ դաջարը դակավին կանգուն էր։ Նոր լուսանկարը ամրագրեց ոչ միայն դեղի ունեցած ավերումը, այլև ակնհայտորեն վկայեց այն վերաբերմունքը, որ ձևավորված է հայկական մշակութային եւ հոգեվոր ժառանգության հանդեպ։ Արփանյակային մշտադիտարկումի տվյալները փաստեցին, որ դաջարը ոչնչացված է այս տարվան 3 մարտեն 2 ապրիլի միջև։ Վերջին ամիսներուն դաջարին ոչնչացման մասին բազմիցս ահազանգեցին Արցախի մշակութային ժառանգության պաշտպանին գրասենյակը, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության եւ արփանյակային մշտադիտարկումի մարզի այլ գարյուսներ եւ փորձագետներ։ Սակայն պատմության ամենեն բնութագրական եւ միևնույն ժամանակ ամենեն ցավալի թրվակներն մեկը լուսանկարին գծված մագակրությունն է, գորբագոր օլդու, այսինքն գործանեցավ կամ կանթվեցավ։ Հայ եկեղեցու ոչնչացումը ներկայացվեցավ ոչ թե իբրև ցավ կամ մտահոգություն, այլ իբրև հբարդություն կամ կողունակության առիթ։ Այս երևույթը կարելի չէ դիտարկել իբրև մեկ անհատի կամ առանցին օկտադիրոջ վարկակից, ան ավելի խորքային եւ համագարկային խնդիրի դրսեւորում է։ Երբ եկեղեցու ոչնչացումը հանրային դաշտին մեջ ուղեկցված է ուրախության եւ հբարդության արտահայտություններով, այդ կվկայե, որ
Ադրբեջանի մեջ հայադյացության եւ հայկական մշակութային ժառանգության դեմ թշնամական վերաբերմունքին ձևավորումը գգրե համարգակային բնույթ։ Արցախի հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները այլևս առանձին հուշարձաններու ճակատագիրի հարց չեն։ Խոսքը հայկական հետքի համագարկված վերացումի քաղաքականության մասին է։ Եկեղեցիներ, վանքեր, քերեսմանադուներ, խաչքարեր, հուշարձաններ, ամբողջական բնակավայրեր, պատմական թաղամասեր եւ մշակութային այլ գառույցներ կամ գոչնչացվին, կամ փոփոխություններու եւ վերաիմաստավորումի կենթարկվին։ Ստեփանագերդի դաջարին ոչնչացումը հատկապես խորհրդանշական է, որովհետև անդեղի կունենա այն բահուն, երբ միջազգային հանրությունը, միջազգային գազམ་ագերբությունները եւ մշակութային ժառանգության բավականության գառույցները դեղյակ են Արցախի հայկական ժառանգության սպառնացող վտանգներու մասին։ Դարիներ շարունակ հրաբարակված են փաստաթուղթեր, մասնակիտական զեկույցներ, լուսանկարներ եւ արբանյակային ամբացույցներ, սակայն այդ վկայակրումներուն հաջող չեն հաջորդած կորզնական եւ կանխարգելիչ կայլեր։ Միջազգային գառույցներուն ներկա արձագանքը ակնհայտորեն վտանգի ծավալներու համաչափ չէ։ Յուրաքանչյուր նոր ոչնչացում է յետք հայտարարությունները, մտահոգությունները եւ գոչերը չեն գնար փոխարինել իսկական կայլերը։ Եթե միջազգային հանրությունը սահմանափակված է միայն արդեն կատարված ավերումները արձագանքելով, այդ ոչ թե ժառանգության պաշտպանություն է, այլ ոչնչացման փաստի հայադյաց արձանագրություն։ Անընդունելի է նաև, որ մասնակիտական գառույցները ստիպված են արբանյակային պատկերներու միջոցով բացահայտել հուշարձաններով ոչնչացումը, մինչդեռ իրավասու միջազգային մարմինները ի վիճակի չեն ապահովել մշտատի դարգումի, անկախ փորձագիտական քննադատումի, փաստահավաք առաքելություններու եւ պատասխանատվության կորձոն մեխանիզմները։ Արցախի մշակութային ժառանգությունը բերգելու համար անհրաժեշտ են ոչ թե հերթական արարողակարգային հայտարարություններ, այլ հստակ կայլեր, միջազգային մշտատի դարգումի մեխանիզմներու ներդրում, անկախ փորձագետներու ներգրավում, արբանյակային տվյալներու համագարկված հավաքագրում եւ հրաբարակում, յուրաքանչյուր ոչնչացումի իրավական փաստագրում, պատասխանատուներու բացահայտում եւ միջազգային իրավական ու քաղաքական պատասխանատվության մեխանիզմներու կիրառում։ Ստեփանագերդի Սուրբ Աստվածամոր Հովանու դաջարին ոչնչացումը պետք է միջազգային հանրության համար ծառայե իբրև հերթական լուրջ ահազանգ։ Եթե այսօր կարելի է ոչնչացնել հայկական եկեղեցին եւ այդ ներկայացնել իբրև այսպես կոչված հաղթանակ, ավելին հբարդանալ այդ կորզով, ապա այս նոր երևույթ չէ։ Նույն դրամապանությամբ էզոր Ադրբեջանի իշխանությունները հերոսացուցին Հայսբա Քուրքեն Մարկարյանը, Գացինահարած Ռամիլ Սաֆարովը եւ նույն ցևով վարվեցան Քիարամ Սլոյանի գլխադումի դեպքին ժամանակ։ Այս դրամապանության շարունակականությունը կնշանակե, որ վաղը կգրնա վտանգի տակ հայտնվել Արցախի հայկական ժառանգության մեկ այլ հուշարձան։ Մշակութային ցեղասպանությունը կսկսի այն բահուն, երբ հուշարձանին ոչնչացումը այլևս չեն գալվիր իբրև հանցանք եւ կվերածվի հաղթանակի խորհրդանիշի։ Իսկ միջազգային անկորձությունը անկախ թե քաղաքական կամ այլ պատճառներով կհիմնավորվի, կցևավորե անբաժանելիության միջավայր։ Ստեփանագերդի մարտադաշարին ոչնչացումը պետք է ոչ միայն փաստագրվի, այլև դառնա միջազգային իրավական եւ քաղաքական օրագարկի հարց։ Լրությունը, ուշացած արձագանքը եւ անորոշ հայտարարությունները այլևս բավարար չեն։ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, որ համամարտկային արժեք է, զայն բրգելու համար անհրաժեշտ են անհաբաղ, համագարկված եւ չափելի աշխատանքներ, որովհետեւ դակավին բավանված հուշարձանները դակավին կարելի է բրգել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարեց, որ իր երկիրը կգրնա էլեկտրականություն մատակարարել Հայաստանին, բնթելով, որ Երևան չի կրնար անորոշ ժամանակով երկարացկել Մեծամորի Գորիզային գայանի շահագործումը։ Նախիջևանի մեջ Ադրբեջանի պետական պատկերասպիրի գայանին տված հարցազրույցի ընթացքին Ալիև հայտնեց, որ Ադրբեջանի մասնակիցները Հայաստանի տարածքին կատարած են նախնական ուսումնասիրություններ եւ հայտնաբերած են էլեկտրական հաղորդակցության սյուներու դեղագայումի կարելի վայրեր։ Ալիևի համաձայն այս Ադրբեջանի էլեկտրական ցանցը Հայաստանի տարածքնով Նախիջևանին գաբելու ծրագիրին մեկ մասն է։ Ալիևը ասա. Այսօր հայերուն ուժանույթի հիմնական աղբյուրը Գորիզային գայանն է։ Եթե այդ աղբյուրը փակվի, Հայաստանը կգրնա կանգնել ուժանույթի լուրջ ճգնաժամի դիմաց, ավելցնելով, որ էլեկտրականության հավելյալ աղբյուր ունենալը կփխի Երևանի սեփական շահերեն։
Ան նաև հույս հայտնեց, որ հայկական կողմը չի ցկցկեր այդ աշխատանքները։ Անդրադառնալով Թրամփի ուղի ծրագիրին, որ Բաքու կշարունակի գոչել Զանգեզուրի միջանցք, Ալիև հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքին մեջ կատարվող աշխատանքները գրեթե ավարտած են։ Հորադիս Աղբենդ ուղին կորձնականին մեջ պատրաստ է։ Երկաթուղի շինարարությունն ալ արագ թափով կընթանա։ Մենք որևէ բահու կրնանք արագցնել ծրագիրը, բարձաբես այդ անհրաժեշտությունը չենք տեսներ, որովհետև հայկական հատվածը պատրաստ չէ, նշեց ան։ Ալիև հայտնեց, որ Ադրբեջանի տարածքին մեջ թեպի Հայաստանի սահման գարուսվող երկաթուղին կնախադեсվի ավարտին հասնել 2027-ին։ Հաջորդ տարի երկաթուղին պիտի հասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքին մեջ 42 կիլոմետր երկարությամբ շինարարությունը պետք է այս տարի արդեն սկսի։ Ալիևի համաձայն օրեր առաջ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հերացանային զրույցի ընթացքին անոնք քննարկած են այդ ծրագիրը եւ վերահաստատած են, որ ան պետք է իրականացվի մոտաբակային։ Ալիևն նաև խոսեցավ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին մասին, դիտել տալով, որ անոր ստեղծումը Ադրբեջանի նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական հատվածը անոր անբաժանելի մասին Նախիջևանի հետ գաբելը մեր վաղեմի երազն էր։ Մենք վստահությամբ եւ մեծ հբարդությամբ կգալենք դեպի այս նպատակը, մենք կմոտենանք եւ արդեն մոտեցած ենք, նշեց ան։ Հայտնենք, որ ամիսներ առաջ Հայաստանի վարչապետը հաստատած էր, որ միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի ուժանույթի համագարկերը իրարու պիտի միանան։ Այս բոլորին զուգահեռ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյան անդրադառնալով Ադրբեջանի նախագահային այն հայտարարության, թե Հայաստանի գորիզային գայանը ուշ կամ գանուխ պետք է փակվի, հաստատեց, որ հայկական գորիզային գայանը նախադեсված է շահագործել մինչև 2036, իսկ Հայաստան նոր գայան գարուսելու շուրջ բանակցություններ կվարե միջազգային շարք գործընկերներու հետ։ Անտիդել տվավ, որ գայանը օգտագործումի հստակ ժամկետ ունի, այդ ալ 2036 է։ Ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Ադրբեջանի կառավարությունը եւ ոչ աշխարհի վրա որևէ կառավարություն իրավունք ունի ժամկետ ճշտելու, որովհետեւ այդ ճշտված է գայանի ֆիզիկական շահագործումի արտոնության հիման վրա։ Եղոյանը ասավ, որ Ալիև չի ըրած այդ քյուդը, իսկ Հայաստան արդեն հայտարարած է, որ գմտած է գորիզային նոր գայան կառուցելու մասին եւ բանակցություններ կվարե միջազգային շարք գործընկերներու հետ։ Պատգամավորը ավելցուց, որ գայանին մասին խոսք կա Հայաստան Եվրոպական միություն համաբարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրին մեջ։ Հարգելի ունգընտիրներ, օրվան այդ բաժինով այսօր կներկայացնենք Թեհրանի մեր պաշտոնագից Արիկ Օրաթերթին խմբակրականը, որ կխոսի Սևրի Տաշնակիրի այժմիականության մասին։ Սևրը պատմական իրականության դիմաց քաղաքական ուժ է։ 106 տարիների հետ Սևրը այլևս միայն պատմական փաստաթուղթ չէ։ Ան դարձած է հայկական պետականության, ազգային հիշողության եւ միջազգային իրավունքի միջև գոյություն ունեցող ամենեն բարդ խորհրդանիշներն մեկը։ 10 օգոստոս 1920-ին ստորագրված Սևրի Տաշնակիրը Օսմանյան գայսրության բարդության հետևանքով ստեղծված միջազգային նոր համագարքի մաս էր։ Հայաստանը առաջին անգամ միջազգային մեծ պետություններու հետ ստորագրեց համաձայնագիր, որ ջանցավ Հայաստանի անկախությունը եւ հայկական հարցին տվավ միջազգային իրավական ձևակերպում։ Տաշնակիրին 88-րդ եւ հաջորդ հոդվածները հատկապես կարևոր էին, իսկ 89-րդ հոդվածով Հայաստանի եւ Թուրքիո սահմաններուն հարցը եղավ Միացյալ Նահանգներու նախագահ Վուդրո Ուիլսոնի իրավարարության տակ։ Ուիլսոնի որոշումը 22 նոյեմբեր 1920-ին ճշտեց նախադեсված սահմանները Գարինը, Վանը, Բիթլիսը եւ Դրաբիզոնի վիլայետները։ Սակայն անհրաժեշտ է կատարել կարևոր քաղաքական եւ իրավական մատնանշում։ Սևրի Տաշնակիրը երբեք ամբողջությամբ չվավերացվեցավ եւ կորձնական չեղավ, ինչպես որ նախադեсված էր։ Ուստի աններկայես կարելի չէ ներկայացնել իբրև գործող միջազգային համաձայնագիր, որմով այսօրվան Թուրքիո եւ Հայաստանի միջև սահմանները ինքնաբերաբար որոշված են։ Բայց սխալ է նաեւ Սևրը ներկայացնել իբրև պատմական փաստաթուղթ, որ իրավական կամ քաղաքական նշանակություն չունի։ Սևրը 89-րդ հոդվածը եւ անոր հաջորդած Ուիլսոնյան վճիրը միջազգային իրավունքի պատմության մեջ առանցին եւ լուրջ ուսումնասիրության արժանի իրավական ժառանգություն են։ Հետևաբար,
Այսօր Սևրի շուրջ ամենեն կարևոր հարցը այն չէ, թե կարելի է 1920-ի համաձայնագիրը պարացիորեն վերադարձնել 2026-ին։ Հարցը այն է, թե արդյոք կարելի է ազգային պատմական իրավունքները խաղաղության հասնելու ճանապարհին ամբողջությամբ վերածել քաղաքական սակարկության։ Այս հարցը նոր իմաստ կստանա Հայաստանի ներկա իշխանության արտաքին քաղաքականության մեջ։ Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան 2020-ին Սևրի համաձայնագիրի ստորագրության 100-րդ տարեդարձին դաշնակիրը բնորոշեց իբրև այսպես կոչված պատմական փաստ, ընդգծեց Հայաստանի անկախության միջազգային ճանաչումի մեջ անոր նշանակությունը եւ ինքնորոշումի եւ հայկական հարցի լուծումի համար, ինչպես նաեւ շեշտեց, որ անկապված է հայոց ցեղասպանության հետևանքներով հաղթահարումին հետ։ Սակայն այսօր pedagogan մտածողության մեջ նկատելի է այլ դրամապանություն։ 2024-ին Հայաստանի վարչապետը բացահայտորեն հագատրեց այսպես կոչված պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը, բնթելով, որ անոնք ոչ միայն անհամադեղելի են, այլև երբեմն իրարու կհագասեն։ Եվ վտանգը կսկսի այն բահուն, երբ խաղաղությունը կվերածվի ոչ թե իրավունքներու եւ անվտանգության համատրումի, այլ պատմական հիշողության հրաժարելու քաղաքականության։ Սակայն խաղաղությունը իրավական իմաստ ունի միայն այն ադեն, երբ ան չի վերածվիր միագողմանի զիջումներու։ Հետևաբար պետք է հարց տալ, թե քաղաքական ուժը կրնա փոխել պատմական իրականությունը կամ ստիպել հասարակության մոռնալ զայն։ Պատասխանը Սևրի 10-ն է։ Հայ ժողովուրդը չի կրնար հրաժարել իր պատմական հիշողութենեն խաղաղության անունով։ Սևրը մեզի չի բարդացրել պատերազմ։ Սևրը մեզի կբարդացրե հիշողություն, գիտելիք եւ իրավական գիտակցություն։ Սևրի 106-րդ տարեդարձի ամենայն կարևոր հարցը հետևյալն է. արդյոք մենք խաղաղություն կգառուցենք մեր pedagoganությունը ամրապնդելու համար, թե խաղաղության անունով աստիճանաբար կհրաժարենք այն պատմական հիշողութենեն, որ տարեր շարունակ բաբանած է հայ ժողովրդի pedagoganության գաղափարը։ Ժողովուրդը, որ կմոռնա իր պատմությունը, կրնա ժամանակավորապես խաղաղություն ունենալ, բայց պետությունը, որ կգործընծնե իր պատմական գիտակցությունը, ուշ կամ կանուխ, կրնա գործընծնել նաև այն խաղաղությունը, որուն համար հրաժարած էր իր հիշողութենեն։ Հետևաբար, Սևրը միայն անցյալ չէ, ան հայոց pedagogan մտածողության հայելին է, եւ այդ հայելին առջև այսօր կանգնած է ոչ միայն իշխանությունը, այլև ամբողջ հայ ժողովուրդը։ Հարգելի ունկնդիրներ եւ ակնթիրներ, վանացային են ցեզի դենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը եւ օրվան այդ հաղորդումը։ Ցեզի դերցային հաղորդավար Նատալին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունկնդիր։